Աստվածների Աստված Տերը խոսեց, ձայն տվեց երկրին արևելքից մինչև արևմուտք, Սիոնից է նրա մեծ վայելչությունն ու փրկության գեղեցկությունը։ Մեր Աստվածը պիտի գայի այտնապես, և մեր Աստվածը պիտի չլռի, նրա առջև հուր պիտի բորբոքվի, և նրա շուրջը սաստիկ մռիկ։ Նա վերևից ձայն պիտի տայ երկնքին ու երկրին, իր ժողովրդին դատելու համար, մոտնե հավաքելու իր սրբերին և նրանց, ովքեր ուխտի զոհ են մատուցում իր սեղանին։ Երկինքը պատմելու է նրա արդարությունը, քանզի Աստված դատավոր է հանգիստ։ Լսիր իմ ժողովուրդ ու ես քեզ կասեմ, և Իսրայել լքես կվկայեմ, որ Աստվածը քո Աստվածը ես եմ։ Քո զոհաբերությունների համար չէ, որ կշտամփում եմ քեզ, քանզի ողջագեզներդ միշտ առջևս են։ Քո տնից հորթեր չեմ ընդունում, ոչ էլ քո հոտից նոխազներ, իմն են անտարի բոլոր գազանները, լեռների երդները և բոլոր անասունները։ Գիտեմ ես երկնքի բոլոր թռչուններին, և դաշտի գեղեցկությունն իմն է։ Եթե քաղցս կամ քեզ բան չեմ ասի, քանզի իմն է աշխարհն իր ամբողջությամբ, ես չեմ ուտում քո հորթերի միսը, և քո նոխազների արյունը չեմ խմում։ Աստծուն օրհնության պատարակ մատուցիր, և բարձրյալի առջև ուխտդ կատարիր։ Քո նեղության օրը կանչիր ինձ, ես կփրկեմ քեզ ու դու կփարաբանես ինձ։ Սակայն մեղավորին Աստված ասում է, իսկ դու ինչու ես պատմում իմ արդարությունը, կամ բերան չես սառնում իմ ուխտը։ Չէ որ դու հատեցիր իմ խրատը, մերժեցիր ու անտեսեցիր բերանիս բոլոր խոսքերը, և գողերը իր տեսնում, նրանց հետ էիր ընթանում, և ընկերակցում շնացողներին, բերան չարություններ տարածում, և լեզուտնենգություններ նյութում, նստած չարախոսում էիր եղբորդ մասին, և մորդ որդու վրա սրբարթություն բարդում։ Այս բոլորն արեցիր ու ես լուր մնացի, դու անօրեն կարծեցիր քո մտքում, թե ես էլ կնմանեմ քեզ, պիտի անդիմանեմ քեզ, և այս ամենը առջևը դնեմ։ Իմացեք բոլորդ, որ մոռացել եք Աստծուն, գուցե երբևէ յափշտակու եք տարուв եք, և ձեզ փրկող չգտնուի, օրհնության պատարակն ինձ կփառավորի, և ճանապարհն այնտեղ է, ուր ես նրան ցույց պիտի տամ Աստծո փրկություն։